Հայաստանի ամենահին ու նշանավոր բնակավայրերից մեկում ենք, Արթիկում։ Բնակավայրի հնության վկայությունն են քաղաքի տարածքում պահպանված բազմաթիվ պատմական կոթողները, որոնք իրենց ուրույն տեղն ունեն միջնադարյան Հայաստանի ճարտարապետության մեջ։ Տեղի բնակչության նախնիներն այստեղ են տեղափոխվել 19-րդ դարի սկզբներին Բասենի, Խնուսի, Էրզրումի, Կարսի և Կանի շրջաններից։ Սակայն որպես քաղաք Արթիկը ձևավորվել է 1948 թվականին։ Քաղաքը հետաքրքրություն է ներկայացնում հատկապես հոգևոր մշակութային տեսանկյունից։ Արժեքավոր և ճարտարապետության մեջ առանձնահատուկ դեր ու նշանակություն ունեն Լմբատավանքը, Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։ Սուրբ Աստվածածինը Հայաստանի ամենավաղ գմբեթավոր կառույցներից է։ Աղոթատան կառուցման ժամանակը հայտնի չէ։ Հատակագծային ուշագրավ և յուրահատուկ ձևերը հատուկ են 4-ից 6-րդ դարերին։ Ունի եռանավ բազիլիկայի և գմբեթավոր խաչաձև հատակագծային գծեր։ Այստեղ պահպանվել են բազիլիկ եկեղեցիներին բնորոշ արտաքին սրահների մնացորդներ, եռակենտրոն պայտաձև կամարներ ու թաղեր։ Լուսամուտների չափերն ու բացվածքի կողերի թեքությունները, պսակների ձևն ու նկարվածքը հատուկ են Հայաստանի այդ ժամանակաշրջանի կոթողներին։ Արևելյան խաչթևն ունի գմբեթարդային, իսկ մնացածները թաղային ծածկեր։ Արևմտյան թևը զգալիորեն երկար է, շրջապատված է եղել 4-ից 5-րդ դարերին բնորոշ սյունասրահով։ Հյուսիսային խորանի կամարը դրված է կողմնային խոյակների վրա և ունի պայտաձև տեսք, իսկ երեքը կիսաշրջանի տեսք։ Սուրբ Աստվածածինը միանավ սրահ եկեղեցուց գմբեթաձև եկեղեցուն անցնելու նախօրինակ է, որի շնորհիվ առավելապես այն ձեռք է բերել կարևոր նշանակություն հայ ճարտարապետական մտքի համար։ Ցավոք այսօր աղոթատունը խոնարհված է, և եթե վերանորոգման չենթարկվի, ապա կդատապարտվի վերջնական փլուզման։ Աղոթատան կողքին մեկ այլ հոյակապ և մեծարժեք կոթող է՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս երկու հնամենի եկեղեցիներն էլ մեր ազգային հոգևոր մշակութային ճարտարապետության մեջ գանձեր են նույնիսկ, շատ մեծ արժեքներ են ներկայացնում, անգին քարեր են, և ժամանակային իմաստով, և հնության իմաստով, և ամենակարևորը սրբության իմաստով։ Ստույգ հայտնի չէ, թե երբ է այն հիմնադրվել և ովքեր են կառուցել։ Ենթադրվում է, որ եկեղեցին 7-րդ դարի կեսերի կառույց է։ Տեղացիներն այն նաև Սուրբ Գևորգ են կոչում։ Ամենտեղ ասում է Արթիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, սկսած Ղևոն Դալիշանից մինչև տարբեր հեղինակների մոտ կա։ Եվ երբ որ եկեղեցու կադաստրային վկայական հանվեց, արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ձևակերպվեց։ Բայց ժողովրդի մեջ տարածված էր Սուրբ Գևորգ, ես էլ էի Սուրբ Գևորգ լսել, ես ինքս էստեղից եմ ծնունդով, ժողովրդի մեջ այդպես էր տարածված, նույնիսկ հանրագիտարանային տվյալների մեջ Սուրբ Գևորգ կար։ Սա հավանաբար ռուսական ազդեցության Պոլոժենիայից հետո ռուսական ազդեցության բան է, չնայած Սուրբ Գևորգը նույն ռուսների Սվետոյ Գևորգի մեր համար ընդհանրական սուրբ է, շատ մեծ սուրբ է և ընդունելի։ Մենք Սուրբ Գևորգ անունով շատ եկեղեցիներ ունենք։ Եթե հիշատակությունները Սուրբ Գևորգ ասեին, մենք սիրով դա կընդունեինք։ Աղոթատան մասին տեղեկությունները աղքատիկ են։ Վարկած կա, որ այստեղ վանական համալիր է եղել, ունեցել մեծաթիվ վանականներ, որոնք կապ են պահպանել Հառիճի վանական համալիրի հետ։ Տեսեք, եթե երկու եկեղեցի իրար կողք, մենք եկեղեցու կողք ունենք նույնիսկ թաղված հոգևորականներ, այսինքն այստեղ եղել է վանական համալիր, դարերի ընթացքում վանական համալիր է եղել, բայց ավելի կոնկրետ մանրամասներ չկան։ Անշուշտ միշտ գործել է, կապը եղել է Հառիճավանքի հետ, Հառիճավանքում դպրա արդեն տարավոր դպրատուն ունեցել է։ Եվ Սուրբ Աստվածածինը, և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հավանաբար խոնարհվել են աղետալի երկրաշարժից, բայց թե երբ, նույնպես հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ երբ 1828 թվականին գաղթականները հաստատվել են այստեղ,
գերաններով ծածկել են գմբեթն ու դարձրել գործող աղոթատուն։ 1990-ականներին որոշել են վերականգնել եկեղեցին, հանել են գմբեթը, վերամբարձ կռունկ կանգնեցրել, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել։ Ինքը նախ որպես ճարտարապետական նմուշ շատ եզակի եկեղեցի է, իր թե գմբեթի թռիչքով, թե մեր պապերը չեն տեսել այդ գմբեթը, հենց այդ տեսքով են արտիքում վերաբնակեցվել 1800-ականներին եւ իրենց միջոցներով ծածկել են հողեցածք եկեղեցու։ Հետագայում 90-ականներին, երբ որ անկախության տարիները սկսվեց, փորձեցին վերանորոգել, հանեցին այդ հողեցածքը եւ մինչեւ այսօր հասկանալի պատճառներով չի կարող վերականգնվել եւ հուսանք, որ մի օր Աստծո ողորմությամբ կտեսնենք Տեր Հայրն ասաց խաչի տեղադրելը։ Այստեղ բավականին աշխատանքներ են կատարվել։ Այս իման, որ մենք կանգնած ենք, մեզանից մի քիչ ավելի բարձր այս սյուների տեսնում ենք։ Այս ծեփած մասից ներքև հող է եղել այստեղ։ Ընթացքում փորել են, հասկացել են, որ եկեղեցին ավելի խորն է, սյուները իջել է։ Այս հողային զանգվածն է վերցվել, ընթացքում նույնիսկ գտնվել են եկեղեցու խաչի տակի գմբեթի խնձորակը եւ մի քանի այդպես պապանված քարերից, բաներից գմբեթի տեսքը նույնիսկ ստացել են եւ փորձեցինք քաղաքը միաբանել այս եկեղեցի վերակառուցման գործի մեջ եւ հանգանակություններ կատարվեցին, հիմնադրամ ստեղծվեց վերջերս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցաշեն հիմնադրամ։ Այսպես Աստծուն աղոթում ենք եւ աղոթքով գործում ենք մինչեւ Կայեն Բաղձալի օրը, երբ որ սկսվի շինարարական աշխատանքները։ Երկու տաճարներն էլ կառուցված են արդիկի վարդագույն տուֆի մեծ սրբատաշ քարերով, որոնց վրա ոչ մի գրավոր հիշատակություն չի պահպանվել։ Եկեղեցին խաչաձև հատակագիծ ունի, կենտրոնագագաթ կառուցվածք, որն իր արտաքին տեսքով նման է մաստարայի եկեղեցուն։ Աղոթատան քառակուսի հատակագծի բոլոր կողմերի միջնամասում կան գմբեթարդ ծածկերով կիսաշրջան աբսիդներ։ Արևելյան աբսիդի երկու կողմերում քառակուսի հիմքով խորաններ են։ Արևելյան կողմից եռանիստ աբսիդը լուսավորվում է 3 պատուհանով։ Հյուսիսային եւ արևմտյան ճակատները միմյանց բավականին նման են։ Նիստերի անկյուններն ընդգծված են դեկորատիվ զույգ կիսասյուներով։ Որմնասյուների խոյակներն ու պատուհանների պսակները զարդարված են տարբեր նախշերով՝ խաղողի ողկույզ եւ տերև, նռան ու արմավենու տերև եւ այլն։ Ճիշտ է կիսավեր է վիճակը, բայց տարերի օրհնությունը կա այս եկեղեցու մեջ եւ չի կարող մարդը այստեղ մտնել ու չզգա այդ սրբության ազդեցությունը իր վրա։ Մի ժամանակ նույնիսկ պատարակ մատուցվում էր այստեղ այս խորանում, այս ամբողջ մեր այս համայնքը համակում էր այստեղ, հետո այդ սեղանատունը կառուցվեց։ Ինչպես ասաց Տեր Հայրը, ցանկացած այդ ժողովուրդ արժանի է ինչ որ ունի։ Հուսով եմ մի օր արժանի կլինենք այս եկեղեցին արդեն ամբողջովին վերանորոգված տեսնելու։ Փրկության կարիք ունեն այս շինությունները, որպես շատ կարևոր առավելապես կողքին է 4-րդ դարի շինություն, առաջներկները, այսպես ասած, քրիստոնեության Հայաստանում եւ նաեւ աշխարհի մշակութային պատմության մեջ հիանում ենք, թե ինչ բարձ շինություններ են կարողացել կառուցել, այդ քարերի մեծությունը, ինչ շահող են օգտագործել, պատերի հաստությունը եւ ճարտարապետությունը ընդհանրապես իր ակուստիկան, իր ձևը, դիրքադրումը շատ ֆանտաստիկ է, որ 4-րդ դարում կամ 7-րդ դարում, ասենք, նմանատիպ կառույցներ են ստեղծել, որոնք որ այսօրվա ճարտարապետական եւ ընդհանրապես շինարարական տեխնոլոգիաների մեջ կարող են դեռևս ուսուցանող դերակատարություն ունենալ։ Եվ ցավոք սրտի ես կասեի, որ ոչ միշտ մենք հինը օգտագործում նաեւ այդ առումով։ Մենք ավելի շատ հինը հիշում ենք որպես շինություն, բայց նաեւ կարևոր է հիշել, թե այդ շինությունը ինչ հետաքրքիր լուծումներ ունի եւ ինչ հնարավորություններ օգտագործել այն ժամանակի տեխնոլոգիաների համար, որոնք այսօր նույնպես շատ ակտուալ են էլի։